Սիրելիներ, ողջույն, բարի առավոտ, բարի երեկո, բարի կեսօր, ովքեր որ ժամին որ դիտում են, սիրով ողջունում եմ ձեզ, թանկագիններս, ինչպես եք։ Այսօր շատ համեղ թխվածքաբլիթներ ենք պատրաստելու, յուրահատուկ, տարբերվող, այն բիսկոտոյոզում ասեի, իտալերենով ասեի, այն թխվածքաբլիթներից չէ, որ ամենտեղ հանդիպում եք, սրանք յուրահատուկ են ու շատ համեղ են։ Պատրաստել եմ բաղադրիչները, ընդամենը 5 րոպեում խմորն է պատրաստվում, մի քանի րոպեում էլ թխվում է, ջեռոց միացրել եմ 170 աստիճանում ենք թխելու, քանի որ շատ արագ են պատրաստում սիրելիներս, դրա համար նախապես միացրեք ջեռոցը։ Ինչ է անհրաժեշտ լինելու։ Նախ 120 գրամ սովորական ալյուր է, որին ավելացնում եմ 1 սուրճի գթալ, ոչ թե թեյի գթալ, այլ սուրճի գթալ փխրեցուցիչ, ու իրեն այսպես պահում եմ։ 40 գրամ շաքարի փոշի, ունենք 70 գրամ կարագ, ունենք 1 ձվի դեղնուց և ունենք այստեղ 60 գրամ ընկույզ խմորի համար է ու մի քանի հատ էլ երեսին զարդարելու համար է։ Սիրելիներ, առաջինը ինչ պետք է անենք։ Կարագը պետք է լինի նախ շատ փափուկ, սենյակային ջերմաստիճանի, ավելացնում ենք ձվի դեղնուցին և շաքարի փոշում և հարիչով հարում ենք։ Այսպես բոլոր բաղադրիչները խառնում եմ իրար ու հարիչով հարում ենք։ Միթե թեև այսպես շաքարի փոշին աջ ու ձախ չանելու համար տրորեք նոր։ Երեք բաղադրիչները լավ, երբ որ այսպես իրուն խառնվում են, կրեմային տեսք է ստանում, նշանակում է բավական է։ Ընկույզը պետք է մանրացնել։ Կարող եք բլենդով մանրացնել, կարող եք ինպես դանակով մանրացնել, ինչպես որ ցանկանում եք, բայց շատ խոշոր հատիկներ չպահեք, լավ մանրացրեք։ Հետո ավելացնելու ենք մեր խմորին։ Որքան հնարավոր է մանրացրեցի, ավելացնում եմ խմորին։ Մի լավ հետո խառնելու ենք։ Հիմա արդեն ավելացնում ենք ալյուրը և խրեցուցիչի խառնուրդը։ Քանի որ շատ նուրբ խմոր է, պետք է զգույշ վարվենք։ Հիմա ես գթալով որքան հնարավոր է կխառնեմ, հետո արդեն ձեռքերով պետք է գնդեր անենք։ Ես դեռ ձեռքերս խմոր չեմ արել, աշխատում եմ, որ գթալով մինչև վերջ անեմ, ու հիմա մի փոքրիկ այսպես ձեթ դրեք ձեր մոտ, ափը մի փոքրիկ ձեթ արեք, որպեսզի հեշտ լինի, ավելորդ բան չանելու համար, ալյուր չավելացնելու համար, այսպես գնդիկներ ենք անում։ Ես նախատեսել եմ, տեսնեմ 15 հատ գունդ, եթե ստացվի, 15 հատ գունդ եմ անելու։ Այսպես, ուրեմն, հիմա ինչ ենք անում։ Իմ մոտ ստացվեց 13 գունդ։ Փոքրիկ այսպես շարիկներ ենք անում սիրուն։ Վերցնում ենք ընկույզը ու այսպես դնում ենք թխվածքաբլիթի վրա։ Մի փոքրիկ շատ քիչ սեղմում ենք, որպեսզի թխվածքաբլիթներն դե կպնի, չէ՞ ընկույզին։ Վերջ թխվածքաբլիթները հում վիճակում պատրաստել, ուղարկում ենք ջեռոց, սիրելիներ 170 աստիճանում ենք թխելու, ուզում եք օդափոխիչ միացրեք, ուզում եք մի միացրեք, թխվածքաբլիթները շատ մեծ նշանակություն չունի, ուղարկում ենք ջեռոց, երբ որ արդեն մոտավորապես 25 րոպեում պատրաստ է լինելու, դուք գույնից գալ եք շատ չեն կարմրելու այս թխվածքաբլիթները, կարիք չկա շատ կարմրացնել։ Թխվածքաբլիթները պատրաստ են, տեսեք, շատ նուրբ են, զգույշ եմ ձեռք տալիս, որովհետև երբ որ տաք են շատ հեշտ է փշրվելը, թողնում ենք մի փոքրիկ հովանա, շաքարի փոշի ենք ցանելու և վայելելու ենք։
Հիմա մի լավ շաքարի փոշի ենք ցանում ու հետո կարելի է արդեն համտեսել։ Այս ինչ լավն է, հավում է բերանում, ունտիր, համեղ, իգեպ և սուրճի հետ է հարմար և թեյի հետ։ Այսպիսի թխվածքաբլիթները սիրելի աղջիկներ, հայուհիներ, աղջնակներ, ընկերուհիների հետ վայելելու համար է։ Պատրաստեք, գեղեցիկ մատուցեք ու վայելեք։ Շնորհակալ եմ դիտելու համար, սիրելիներ, կհանդիպենք հաջորդ տեսանյութին։